Գյումրու Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցում նոյեմբերի 7-ին զանգերը ղողանջեցին ազդարարելով Գաբրիել, Միքայել, հրեշտակապետերի եւ ողջ երկնային զորքի հիշատակության տոնը։ Երեկոյան ժամը 17-ին կատարվեց ժամերգություն, ապա նախատոնակ։ Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցի էին եկել թեմի տարբեր համայնքներում սպասավորող հոգևորականներ, հավատացյալներ, մասնակցելու միասնական աղոթքի։ Գաբրիել եւ Միքայել հրեշտակապետերի եւ ողջ երկնային զորքի հիշատակության օրը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի անվանակոչության տոնն է։ Ցանկացանք, որ միասնաբար մեր հոգևոր եղբայրների եւ ձեզ հետ միասին սիրելի քրիստոնյաներ այսօր մեր աղոթքը վերառակենք դեպի երկինք իր եւ մնացած բոլոր բանդարգյալների համար, ովքեր որ օրինաբար պահվում են այոց բանդերում։ Տեր Նարեկ քահանա Անտոնյանի հովվության ներքո 8 գյուղ կա։ Կամո համայնքի Սուրբ Նարեկացի եկեղեցում ամեն կիրակի պատարագ է մատուցում։ Մյուս համայնքներ այցելում է շաբաթօրերին։ Կարող եմ հերթականությամբ թվել Կամոն, Շիրակը, Լեռնուտ, Ջաջուր, Ջաջուրքայրան, Մեծայրար, Կրաշեն եւ Լեռնուտ համայնքներն են իմ հովության ներքո։ Քանի որ ուրեմն վաղը մեր հրեշտակապետած Գաբրիել, Միքայել եւ երկնային զորած տոներն են, այսօր պահքից հետո նախատոնակ է կատարվելու եւ նախատոնակին նաեւ աղոթելու ենք մեր թեմի առաջնորդի համար, որ Միքայել ուրեմն հրեշտակապետի անունն է կրում եւ նաեւ հայցելու ենք առ Աստված, որ չարի հետ այս պայքարում միշտ հաղթանակած լինի, ինչպես իր անվանակիցը, Սուրբ Միքայել հրեշտակապետը։ Եվ ոչ միայն իր, այլ նաեւ բոլոր նրանց համար, ովքեր որ ճշմարտախոսության համար այսօր բանդարգյալ են։ Եվ աղոթելու ենք, որպեսզի ուրեմն բանդարգածները նրանց Աստծո գթությամբ սրտի փափկությունն ունենան եւ հասկանան իրենց կատարած ոչ ճշմարտացի քայլը եւ վերադառնան դեպի ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը Քրիստոս է։ Տեր Մակար քահանա Գալամդարյանը Ազատանի հովվության հոգևոր հովիվն է։ Նրա հովվության ներքո 9 գյուղ կա։ Միասնաբար մեկտեղվեցինք առաջնորդանայից եկեղեցում, որպեսզի միասնական աղոթքով մենք իրաք շնորհավորենք մեր Սրբազան հորը եւ մեր աղոթքով բնականաբար Աստծո զորակցություն խնդրենք եւս մեկ անգամ, որպեսզի ամուր լինի այս դժվարին ժամանակաշրջանում եւ այդ ամրության մեջ իրականության մեջ ինչպես Աստվածաշունչն է ասում, որ Միքայել հրեշտակապետը հաղթեց չարին, այնպես է Սրբազանը Աստծո զորակցությամբ հաղթի այն չարի բոլոր հարձակումները, որ բնականաբար այսօր պատերը եւ բնականաբար դրա մեջ նաեւ ամուրը Սրբազանը եւ նաեւ Սրբազան հոր հետ միասին նաեւ մեր աղոթք վերառակեցինք առ Աստված մեր Բագրատ Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր բոլոր անօրինյալ կալանավորների եւ նաեւ գերիալների համար։ Տեր Նշան քահանա Պանֆյորովը Շիրակի թեմի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենն է։ Ժամերգության ավարտին ներկաներին հրավիրեց հանդիպման Աստծո նախախնամություն թեմայով։ Մեր թեմակալ առաջնորդը այսօր բանդարգյալ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանը Միքայել հրեշտակապետի անունն է կրում, վաղ իր անվանակոչության օրն է։ Եվ այս առիթով մենք հավաքվել ենք նաև բացի սովորական ժամերգությունից աղոթք բարձրացնելու նաև մեր թեմակալ առաջնորդի համար, խնդրելով մեր երկնավոր հորից, որ ազատություն շնորհի, որովհետև անկախ համակարգից, անկախ մարդկանցից, ով որ իշխանության մեջ են, մեծագույն իշխանությունը Տիրոջն է, եւ ասում է շատ տխուր կլիներ, մի սուրբ ասել է, եթե վերջին խոսքը իրենը չլիներ։ Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները մեջբերումներ են անում Միքայել Սրբազանի քարոզներից։ Թեմի առաջնորդի ազդեցիկ խոսքը շատերին է բերում եկեղեցի։ Երիտասարդները իրենց կարողություններով օգտակար են լինում Շիրակի թեմի գործունեությանը։ Բանդարգվելուց առաջ վերջի քարոզի ժամանակ, որ փորձության մասին էր խոսում, միադրին հարցազրույց այնտեղ եմ ասեց փորձությունները միշտ է պիտի լինեն, ժպիտով կդիմավորեք ու կճանապարհեք։ Ու շատ մանրամասն բացատրելով մեր հոգևոր այդ մասը միշտ Սրբազանը ամեն օր լրացնում է, էլի ամեն ժամ
սրբազանի բացակայությունը իրոք շատ եմ զգում։ Աղոթենք մեր սրբազան հոր համար, նաև մեր Բագրատ սրբազանի եւ Մկրտիչ սրբազանի համար, խնդրել Տիրոջ բարեխոսությունը, խնդրել Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը եւ Տիրոջ ողորմությունը մեր ազգի համար, որպեսզի Միքայել սրբազանի նման մտավորականին ազատ արձակեն եւ թողնեն առաջնորդել իր հոտը, որ իր անհամբեր սպասում է իրան։ Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1880-ականներին։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես յոթվերք։ Այստեղ 7 տեղից խոցված Մարիամ Աստվածածնի հրաշագործ սրբապատկերն է։ Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում գտնվող յոթվերք սրբապատկերի հեղինակը սրբազան ավանդության համաձայն համարվում է Ղուկաս Ավետարանիչը։